Ազգային ժողովի հարգարժան փոխոսնակ, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, անկեղծ ասած, ես մոտեցել եմ ամբիոնին ըստ էության արձագանքելու Տիկին Հարությունյանի կողմից երեկ հարցուպատասխանի ժամանակ արած հայտարարությանն առ այն, որ եղել է դրվագ, երբ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի իրական մասնավորապես Տիկին Հարությունյանի վրա եղել են ճնշումներ, որի մասին վերջինս նաև տեղեկացրել է ինձ, երբ ես ի պաշտոնե զբաղեցնում էի Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը, ես այդ ընթացքում մոտեցել եմ Տիկին Հարությունյանին, փորձելով հասկանալ կամ հիշել այդ որ դրվագի մասին է խոսքը։ Տիկին Հարությունյան, ես հիշում եմ այդ օրը Տիկին Հարությունյան, երբ ես այցելել եմ ձեր մասնաշենք, եւ ինչպես ձեզ ասացի, անկեղծորեն չեմ հիշում այդ դրվագը եւ մասնավորապես այն անձնավորության անունը, որ դուք նշեցիք, բայց ինչը ամենևին չի նշանակում, որ դա տեղի չի ունեցել, ուզում եմ հիշեցնել նաև, որ խոսքը գնում է առնվազն 3 տարվա վաղեմության դրվագի մասին, եւ որպեսզի տարընթերցման տեղ չտա այս հարցը, ես նաև ամենևին դեմ չեմ, հակառակը կողմ եմ եւ կխնդրեի Տիկին Հարությունյան, որպեսզի հնչեցնենք այստեղ ում մասին է խոսքը եւ մասնավորապես այդ պատմության մեջ իմ դերը որն է եղել եւ ինչքանով եմ ես տեղեկացված եղել կամ դրան ինչ է հետեւել։